Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 19։ Որդիներդ տնկված ձիթենիների պես քո սեղանի 4 կողմովը, Սաղմոս 128 գլուխ 3 խոսք։ Որքան հստակ է նախախնամությունը դրսևորվում երեխաների, ամուսնության պտուղների մեջ, երկրի վրա սերունդ ունենալ և չմնալ չորացած ծառի պես նրանց մեջ մխիթարություն և ուրախություն գտնել, սա նախախնամության հատուկ դրսևորում է, որը նշանակում է մեզ համար հատուկ ողորմածություն։ Այն, որ մեր ընտանիքներում կորուստները բժշկվում են, նախախնամությունն է, որը պետք է ընդունվի երախտապարտ սրտով, երբ Աստված մարդուն ասում է, ինչպես նա մեկ այլ առիթով ասում է եկեղեցուն. «Դեռ ասելու են քո ականջներին քո ամուլության որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար»։ Եսայի 49 գլուխ 20 խոսք։ Այս նախախնամությունները ձեզ ավելի հուզիչ, քաղցր և գեղեցիկ կթվան, եթե միայն համեմատեք Աստծո ձեզ տված բաժինը այն բանի հետ, ինչ նա տվել է աշխարհի շատ ուրիշ մարդկանց։ Քանզի եթե մեր շուրջը նայենք, կտեսնենք բազմաթիվ մարդկանց, որոնք անհավասար կերպով լցված են, իրենց կյանքը դառնացնելով, որոնց հարաբերությունները խոչընդոտ և բեռ են թե ժամանակավոր, թե հոգևոր բաներում։ Սուրբ գրքում մենք տեսնում ենք բարեպաշտ մարդկանց օրինակներ, որոնց այս աշխարհի մխիթարության մեծ մասը կործանվել է հենց այդ ժայռին բախվելով։ Աբիգեյան խոհեմ և առաքինի կին էր, սակայն շատ անհամապատասխան կերպով էր միացած կոպիտ ու անզգամ Նաբաղին։ Ինչպիսի փորձություն եղավ Մովսեսի համար անտեսելու կարևոր պարտականությունը իր կնոջ՝ Սեփորայի պատճառով։ Դավիթն ուներ իրեն ծաղրող մեղքողին, իսկ համբերատար Հոբը իր մյուս բոլոր նեղությունների վրա ևս մի ծանր բեռ ուներ իր հարազատ կնոջ կողմից, որը պետք է իր նեցուկը լիներ վշտի օրը։ Իհարկե, անկասկած, Աստված սրբացնում է նման գավազանները իր ժողովրդի բարօրության համար։